Վաղը բանակցություններ են տեղի ունենալու Հայաստան և պատիվ ունեմ խմբակցությունների միջև լրագրողների հետ զրույցում հայտնել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Դիտարկմանը թե կա տեսակետ, որ սկզբում ՀՀԿ-ն էր փորձում Հայաստան դաշինքին փակուղու առաջ կանգնեցնել, հիմա էլ Հայաստան դաշինքն է փորձում նույնն անել, Սարգսյանը պատասխանել է, թե իրենք շախ են հայտարարել և հայտարարելու միայն այսօրվա իշխանություններին։ Շախ հայտարարելու այլ ֆիգուր չունեն։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Սեյրան Օհանյանը Facebook-ի էջում արված գրառմամբ անդրադարձել է իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին գլխավոր դատախազի միջնորդությունը, պնդելով, որ գլխավոր դատախազը իրականացնում է Փաշինյանի պատվերը։ Երեկ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, թույլ տալու հանրային քրեական հետապնդում հարուցել Ազգային ժողովի Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն ազատվել է աշխատանքից, այդ մասին նա հայտնել է Facebook-յան գրառմամբ։ Մկրտչյանը նշել է, թե իր հրաժարականի պատճառներն անձնական են։ Նա Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի նոյեմբերին, 2022 թվականի հունվարի 24-ին վերանշանակվել էր նույն պաշտոնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հերթական գրառումն է կատարել քաղաքացիներին կոչ անելով քայլեր ձեռնարկել կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ, որում առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշ է առկա։ Փաշինյանը որոշել է ազատվել ընտրված ամենայն հայոց կաթողիկոսից և նոր կաթողիկոս ընտրել, երբ նման լիազորություններ չունի։ Եկեղեցի պետություն հարաբերությունները կարգավորվում են սահմանադրությամբ և մի շարք օրենքներով։ Ըստ առկա կարգավորումների պետությունը որևէ լծակ չունի եկեղեցու ինքնակառավարմանը միջամտելու, ավելին այդպիսի միջամտությունն արգելվում է։ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով էլ սահմանվում է քրեական պատասխանատվություն պաշտոնատար անձանց համար, որոնք իրենք պաշտոնեական լիազորություններից չբխող գործողություններ են կատարում։ Ֆակտոր TV-ն դատախազությունից փորձեց պարզել, արդյոք ուսումնասիրել են Փաշինյանի գրառումը քրեական վարույթ հարուցելու հարցը դիտարկելու համար, ինչին ի պատասխան հայտնեցին, որ դատախազությունը չի ուսումնասիրել այն։ Հայաստանին սահմանակից Նախիջևանում մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո-ծառայությունը։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդման, տանկային մեխանիզացված և դիվերսիոն ստորաբաժանումները իրականացնելու են տարբեր ուսումնամարտական խնդիրներ, հրետանու, հակաօդային պաշտպանության, ստորաբաժանումների և ավիացիայի աջակցությամբ։ Կիևի վրա ռուսական զորքերի զանգվածային հարձակման հետևանքով վնասվել է Սուրբ Սոֆիայի տաճարը, Քիևը ոչնչացվել է պայթյունային ալիքից, հայտնել է Ուկրաինայի մշակույթի նախարարը։ Նիկոլայ Տոչիցկին հավելել է 11-րդ դարի այս տաճարն ամբողջ Ուկրաինայի հոգին է։ Օդեսայի վրա հարձակման հետևանքով էլ վնասվել է կինոստուդիան։ Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինայի վրա հարձակվել է անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով, մասնավորապես հարվածներ են հասցվել Օդեսային և Կիևին, զոհվել է 2 մարդ, վիրավորվել ավելի քան 10։ Մոսկվան և Վաշինգտոնը շատ շուտով կանցկացնեն խորհրդակցությունների երրորդ փուլը երկկողմ բարդ հարցերի քննարկման համար, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նա միաժամանակ բանակցությունների հստակ ժամկետ չի նշել։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին ասել է, որ աշխատանքային շփումներ կան Վաշինգտոնի թիմի ներկայացուցիչների հետ։ Ըստ նրա, անհրաժեշտության դեպքում նախագահներն իրենք են անմիջապես շփումներ ունենում և քննարկում հրատապ հարցերը։